Համեցեք։ Պարոն Ղազարյան, վերջին շրջանում մենք բարբերաբար ահազանգ ենք ստանում քաղաքացիներից, նրանք պնդում են, որ նախորդ տարվա հունվարի համեմատ այս տարի հունվարին 2-ից 3 անգամ ավելի շատ են վճարումներ կատարում էլեկտրոցանցերից օգտվելու համար։ Ինչպես եք դուք սա գնահատում, ինչով եք պայմանավորվում, արդյոք այստեղ տեսնում եք կոռուպցիոն սխեմաներ եւ եթե նման բան կա, ինչ եք կարծում, ինչպես պետք է լուծվեն այս խնդիրները կամ մեղավորները որոշվում։ Մեր կառավարման առաջ չեն գողանում ըստ հայտարարության, բայց ամեն դեպքում քաղաքական հայտարարություն է։ Տեսեք, մեր ժամանակ գոյություն ուներ հստակ սխեմա աշխատանքային, ինչ պետք է արվեր յուրաքանչյուր բողոք ստանալուց։ Եվ բազմաթիվ պետական մարմիններ, որի գլխին այսպես վերևում կանգնած էր հանրային ծառայությունների կարգող հանձնաժողով, հսկողություն էին սահմանում։ Եթե մենք անգամ շատ չուզենայինք, ինչ-որ բան կոծկեինք եւ այլն, հնարավոր չէր, որովհետեւ այդ մարմինները կային աշխատում էին եւ այսպես մեզ կեղծիքի մեջ մեղադրելու են եւ ունենալու էր արդյունք։ Հիմա ես ձեզ անկեղծ ասում եմ, ոչ ոք, ոչ մի պետական մարմին, մեկ անգամ ասել եմ, հիմա կրկնում եմ, ոչ մի պետական մարմին որևիցե ձևով չի սաստում, չգիտեմ, ստուգում, մտցնում, հեծում։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է անպատժելիություն, դա նշանակում է նույն ձեր ասած ենթադրյալ կոռուպցիայի դրսևորումներ, որովհետև այն 6 կետերից է, որի համար մենք զրկվեցինք լիցենզիայից, հավելագրումներ կոչված է, միջալոց իրենք էլ հայտարարեցին, որ դրա այսպես համակարգվածությունը չի ապացուցվել։ Ինչ է նշանակում հավելագրում։ Հիմա մենք փակել ենք ինչ-որ կորուստի չափ 13.5%-ից 6.5% մոտարապես։ Հիմա իրենք ինչ են անում։ Ասում են մենք որ կորուստը ավելի շատ փակենք, քան իրանք են, կստացվի վատ են կառավարում, որովհետև կորուստի տոկոսից անմիջական կախված է սակագինը։ Ինչ անեն, որ չեն կարողանում ճիշտ աշխատել, որ նույնը փակեն, ինչ անեն, բնականաբար ենթադրում եմ, չունեմ փաստեր ձեռքումս, բայց հաշվի առնելով, որ աղմուկը շատ մեծ է, նաև ենթադրում եմ, որ այդպես կլինի։ Ինչ պետք է անել, պետք է հավելագրում անել։ Մարդկանց վրա ավել գրել, որպեսզի կորուստի տոկոսը կանգնի նույնը եւ չասեն Սամվել Կարապետյանի կառավարման օրոքեց ավելի լավ էր աշխատում։ Էլի գնում ենք նույն անձնական շահագրգռվածությունից ելնելով ինչ-որ քայլերի։ Ես ճիշտ ասած առավոտյան մի գրասենյակի մոտով էի անցնում, տեսա, որ բավականին հերթ էր։ Մեր սպասարկման գրասենյակներից մեկի կողքով էի անցնում, բավականին հերթ էր, կարծում եմ, որ դրա հետ էր կապված։ Բայց մի մտածեք, հիմա կասեն իրանք են արել այն ժամանակվա ասֆալտը քանդվեց, որովհետև տենց նույն բանն է։ Սրան զուգահեռ ահազանգերին զուգահեռ ՀՑԿ մարմնի ղեկավարը երեք հայտարարում է, որ մարդիկ փողոցում իրեն մոտենում են ու շնորհակալություն են հայտնում, որ սակագնի վճարները 3-ից 5,000 դրամ նվազել են նոր կառավարիչ նշանակելուց հետո։ Սրան ձեր արձագանքը որն է։ Գիշեք մի դերասան շոու բիզնեսի հետ կապված մեկը կար չէ, որ ասում էր երջանկացել են բան։ Հիմա ըստ էության ձեր կողմից նշված անձը երկրորդ երջանկացողն է։ Չգիտեմ ինքը որ փողոցներով է քայլում, որտեղով է քայլում, ամեն դեպքում մենք խոսում ենք փաստերով։ Մենք չենք ասել երբևիցե հանձնաժողովում մեզ եկել շնորհակալություն են հայտնել։ Մենք խոսել ենք թվերով, խոսել ենք փաստերով։ Հիմա իրենք խոսում են ինչ-որ համենայն դեպս փաստացի գոյություն չունեցող ու շեշտում էլ էր, չէ՞ ոնց որ անծանոթ։ Հիմա ենթադրվում է, որ այդ անծանոթ մարդկանց չի կարող գտնել, չեն կարող այդ բան հիմնավորել։ Կարող ենք արդյոք մտածել, որ դա ընդամենը այսպես հեքիաթ էր հորինված, որպեսզի ծածկի բողոքողների քան։ Եվ ամենակարևորը ասում է ժողովուրդը նորից կրկնեմ, շատ ինձ անկեղծ ասեմ, շատ վիրավորական է։ Ժողովուրդը բողոքում է, որովհետև տեղյակ չէ օրենքներից։ Նույն տարբերակ։ Թող երջանիկ լինեն ամեն դեպքում։ Իրականում այսօր Արմենիացիները 24-ն Անյանը ջան, երջամեջը։ հաջորդը կգանք Համարյանը ջան։ եւ այլս։
Պարոն Ղազարյան, տեսեք, Ռոմանոս Պետրոսյանը գրեթե ամենօրյա ռեժիմով Facebook-ում գրառում է անում հետի գործունեության վերաբերյալ ամփոփումներ, թվեր ներկայացնում, վերջերս գրել է, որ հետի ավտոպարկի կենտրոնական կայանատերին տարիների վեր վարձակալած է եղել սեփականատերից մերձավորից ամսական 12.7 միլիոն դրամ վարձավճարով։ Միաժամանակ հետի սեփականությունը հանդիսացող նմանատիպ մեկ այլ տարածք ամսական ընդամենը 127,000 դրամով վարձավճարով տարիների վեր վարձակալության հանձնված եղել սեփականատերերին փոխկապակցված հետի կապալարու հանդիսացող ընկերություններից մեկի։ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ այս դիմումները բացակայելով կազմեցվել են պայմանագրերը, լավ նման բաներ են խոսքի մասին է, ինչ 12.7 միլիոն դրամ վարձակալության մասին է, եւ եթե չեմ սխալվում, Ռոմանոս Պետրոսյանը շարունակում է աշխատավարձ ստանալ Սամվել Կարապետյանից, չէ՞։ Հնարավոր է նրան ձեռքեր աշխատավարձից։ Առաջի հարցի հետ կապված մի բան ձեզ հարցնեմ էլի, որ բոլորն էլ ձեզանից լսեն։ Այդտեղ նշված է ինչ չափերը տարածքների նշված է, թե ոչ։ Ես գիտեմ պատասխանը, որ ուզում եմ դուք ասեք։ Չէ, տարածքների 127,000 դրամով, որը նշել է, որ Երևանում ավելի նպաստավոր տեղադրվում է գտնվում։ Ուրեմն 127,000 դրամով մեր սեփական տարածքը տրվել է կապալարուի, որը 263 քառակուսի մետր է։ Ձեր ասած 12.7 միլիոն դրամանոց տարածքը 10,000 քառակուսի մետր է։ Հիմա չէ, ձեր կողմից նշված չեմ ասում, դուք եք ասել։ Այսինքն 263 քառակուսի մետրը ավելի նպաստավոր է, քան 10,000 քառակուսի մետր ավտոպարկի համար։ 263 քառակուսի մետր մենք պատկերացնում ենք, չէ՞, որ հատուկ ավտոմեխանիզմ քանի հատ կանգնի այդտեղ եւ այլն։ Գումարած դրան այդ տարածքը միանշանակ անհրաժեշտ եղել կապված մենք Երևանի եւ Հանրապետության տարբեր մասերում ունենք ավտոպարկեր, պահեստներ եւ այլն, բազմաթիվ շինություններ կա այդ տարածքում եւ ամենակարևորը, որ իրենց նշած ամբողջ